Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու 6-ամսյակն ամփոփենք։ Վեհափառը վեհարանում է։ Արշակ Սրբազանին հեղինակազրկելու տեսանյութը չաշխատեց, նրան կալանավորեցին։ 57 եպիսկոպոսներից Փաշինյանի կողմն է անցել 8-10 հոգի, 250 քահանաներից 10-ից ավելի։ Անգամ Տեր Ռուբենը, որն իրեն պետականամետ է համարում ու պատրաստ էր Շիրակի Սուրբ Հակոբ Մծպնեցի եկեղեցում Փաշինյանի համար պատարակ մատուցել, վրդովվել է։ Մեր մեզ ինչ-որ նախապայմաններ են դնում մեզդան։ Դա իմ օրինակ իմ դուրը չի գալի։ Եթե վարչապետ ասում է ես պարզ հավատացյալ եմ, ոչ թե որպես վարչապետ եմ գալի, ուրեմն դու պիտի գաս պատարակի։ Իսկ վարչապետն ասել է, որ ինքը պատարակի է գնում ոչ որպես վարչապետ։ Ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ։ Ես նա գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Թագավորին չեն հարցնում, ուր պետք է գնա, ինչ անի։ Թագավորն է հրամանը տալիս։ Դեռ 2 օր առաջ էր այսպես ասել Տեր Ռուբենը, Փաշինյանին թագավոր անվանելով։ Իսկ թագավորը չի էլ թաքցնում, որ այնտեղ որտեղ պիտի գնա պատարակի, Գարեգին երկրորդի անունը չպետք է հնչի։ Գնում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Իսկ ովքեր են թագավորի հրահանգը հասցնում պատարակիչ քահանաներին։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ածաշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱՑ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Բոլորս լսեցինք, հայտարարվեց, օգտագործվում է վարչական ռեսուրս, գործի են դրվում բոլոր երևացող եւ չերևացող միջոցները, պետական ծառայությունները եւ միայն այն բանի համար, որ պատարակներին կաթողիկոսի ու կալանավորված սրբազանների անունները չհնչեն։ Մեր սրբազան օրետ այսքան ժամանակ միշտ անունը տվել ենք, հիմա ինչ չպիտի տանք։ Կարկալուց են արել։ Հերետիկոս է Միքայել Սրբազանը, հա, բանադրել են։ Կարկալուց են արել, Արիոս է, Մարկեդոն է, ինչ է, Նիստոր է, ինչ է, հերզված է, չէ։ Միայն առաջիկա կիրակի օրվա պատարակին Վեհափառի ու Միքայել Սրբազանի անունները չհնչեցնելու համար Տեր Ռուբենին դիմել են եւ ԱԱՑ-ն, եւ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավար, Նոր Հայաստան, նոր կաթողիկոս շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը։ Ու սա առաջին դեպքն է, որ բացահայտվեց, որ քահանան խոստովանեց, իրեն պարտադրել են իր կամքին հակառակ գործողություն անել։ Իսկ Փաշինյանի մասնակցությամբ ու կաթողիկոսի անվան զեղչմամբ արդեն 6 պատարակ է եղել։